Այս օրերին մարզի տարբեր համայնքներում տեղի է ունենում գալիք տարին խորհրդանշող ամենասպասված իրադարձությունը՝ վառվում են տոնածառերի լույսերը։ Քաջարան քաղաքն արդեն տոնական հանդերձանքով է ներկայանում անցորդներին։ Այստեղ լուսառատ ու ճոխ զարդարանքով են դիմավորում 2026-ը։ Տոնածառը տեսնել, ձմեր պապիկից ուզել եմ տիկնիկ։ Գալիք նոր տարում բոլորին ցանկանում եմ առողջություն, կարևորը սեր, երջանկություն ու Քաջարանը ինչքան կարողանում է թող լցվի ավելի շատ երիտասարդներով։ Քաղաքը տոնական է, շատ տրամադրություն էլ կա։ Կուզեմ համերաշխ լինեն բոլորը, մեր զինվորներն է վերադառնան իրենց մայրիկներին։ Այդ կուզեմ ձմեր պապից շատ։ Իմ քաղաքը իմ համար ամենագեղեցիկ քաղաքն է այս օրերին։ Ես միշտ ապրելու եմ Քաջարանում ու շատ գեղեցիկ է, մաղթում եմ բոլորին բարի նոր տարի։ Ցանկանում եմ բոլորը լավ սովորեն ու մեկ է իրենց ուզած բանին հասնեն։ Տոնական միջոցառումը ուղեկցվում էր ստեղծագործական ելույթներով, երգ-պարով։ Լույսերի վառման արարողությանն անհամբերությամբ սպասում են ոչ միայն փոքրերը, այլև մեծերը։ Ամեն օր ինչ-որ նոր շունչ կա, նոր ուրախություն, նոր տրամադրություն։ Մենք էլ մեր ուզածով ինչպես ցանկանում ենք այդպեսին դիմավորում ենք մեր նոր տարին։ Թողնիկներիս հետ եմ եկել ու իրան ժպիտը ինձ համար հազար արժե, շատ հաճելի է ու ուրախ։ Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս համայնքապետարանը ջանք ու եռանդ չի խնայել բնակիչներին ուրախացնելու համար։ Քաղաքին գեղեցիկ տեսք հաղորդելու գործում զգալի ներդրում է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Դե իսկ գլխավոր գեղեցկուհու լույսերի վառումը տոնական միջոցառումների սկիզբն է միայն, մինչև ամանոր եւ դրանից հետո քաջարանցիների համար մի շարք անակնկալներ են նախատեսվել։ Հարվիս Դեկտեմբերի 23-ից մեկնարկելու գյուղական բնակավայրերի տոնական այսպես հանդիսությունները, միջոցառումները, ձմեռպապ, ջունանուշ, նվերներ, տոնածառ, Քաջարանց գյուղից մինչև Գեղի վարչական շրջան, որը իր մեջ ներառում է Անդոկավանը, Բաբիկավանը, Ձաքիկավանը, Գեղի, Գետաշեն, հնարավորություն կունենան մեր մանուկները նաև դեկտեմբերի 23-ից մինչև 27-ը այդ բոլոր օրերին մասնակից լինել այդ գեղեցիկ հանդիսություններին։ Իսկ ահա տեղ համայնքում գալիք տոների շունչը խորհրդանշող գլխավոր իրադարձությունն ազդարարվեց տարեհացի արարողությամբ, նպատակ ունենալով միասնականությամբ եւ համերաշխությամբ սկսել նոր տարին։ Տարեհացը ունի շատ բարձ բաղադրիչներ, վերցնում ենք ալյուր, դրոշ, խմորիչ, շաքարավազ, գոլ կաթ, աղ եւ այս ամենը շատ հոգով նվիրված ձևով խառնում ենք իրար ու պատրաստում ենք տարեհաց։ Հավաքել ենք տարվա եկամուտները, բերք ու բարիքը լինի բոլոր ընտանիքներում, համերաշխություն լինի բոլոր ընտանիքներում, խաղաղություն լինի Հայաստան աշխարհին, բացի դրանից էլ համայնքը ժողովուրդը միասնական լինեն, առողջ լինեն, ուրախ նպատակների ծախսեն իրենց եկած եկամուտները։ Համայնքի ղեկավարն էլ ամփոփելով անցնող տարին հանդես եկավ շնորհավորական ուղերձով։ Մենք գնում ենք մեր երազանքի հետևից եւ մեր նպատակները միշտ էլ կատարելու ենք, մշտապես լավագույնը եւ ուժեղագույնը լինելու կարեւորությամբ։ Եվ նույն վճռականությամբ էլ այսօր արել ենք ամեն բան ձեր օրը գեղեցիկ եւ անմոռանալու դարձնելու համար։ Տոնական օրվա ավարտին էլ համայնքի տարբեր բնակավայրերի ներկայացուցիչներ, տարվա ակտիվ երիտասարդ, լավագույն դաստիարակ, համայնքի խնդիրներով մտահոգ քաղաքացի անվանակարգերում ստացան մրցանակներ։
Ամանորի հերոսուհու լույսերը վառվեցին նաև Գորիս համայնքում։ Տոնական միջոցառմանը երեխաներին ջերմ հիշողություններ ու վառ տպավորություններ պարգևեցին Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնի դերասանները հետաքրքիր բեմադրությամբ։ Օրվան աշխույժ ռիթմեր հաղորդեցին ինչպես Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի կատարողները, այնպես էլ մայրաքաղաքից ժամանած երգչուհիները։ Մարզի այլ համայնքներում եւս առաջիկա օրերին տեղի կունենան տոնածառերի լույսերի վառման հանդիսավոր արարողությունները։ Նարե Խաչատրյան, Անի Գրիգորյան, Սաթենի Կիսում, Սալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։